Պարզա իշխանության բեսպրիձել է եղել, պարզա հասարակության մանդատա գողացվել, ամեն ինչը շատ պարզա։ Մեր հասարակության մեծամասնությունը նաև տեսել է եւ դրա գնահատական ունի, համոզված եղեք։ Բայց դրանից դուրս ընդդիմությունը պետք է անկեղծորեն իր սխալները ընդունի, շատ անկեղծ կոմունիկացիայով մեր հասարակությանը բացատրի ինչու է զախողումը եղավ, բայց նաև շատ անկեղծորեն պիտի ներկայացնի այն ճանապարհային քարտեզը, որն ըստ իրա բերելու է, ասենք, միջնաժամկետ հեռանկարում այս իշխանության հեռացմանը։ Անկեղծություն։ Երբ որ մենք ստի եւ կեղծիքի մեջ ենք մեղադրում ընդդիմությանը, իշխանությանը, հաճախ չենք նկատել, որ ընդդիմությունը լավ այսպես ձևակերպեմ, լիարժեքորեն անկեղծ չի հասարակության հետ։ Շատերը ասենք չեն գալիս ձեր տաղավար, այսինքն շատ անկեղծ խոսում, հիմա ոնց որ ես եմ խոսում։ Չի կարելի մեր բոլոր ձախողումները գցել իշխանության այլանդակությունների վրա, կամ դրանով քողարկել, կամ արտաքին միջամտությունների վրա։ Այդ այլանդակությունները այո եղել են։ Գրեիք արտաքին միջամտությունները եղել են։ Բայց արդյոք դա մեզ ազատում է որևէ պատասխանատվությունից։ Արդյոք մենք անթերի ենք եղել։ Արդյոք չենք կարող ստեղծել այնպիսի համակարգ նախընտրական փուլում, որը հնարավոր չդարձներ մանդատագաղությունն ու կեղծիքները հունիսի 7-ին, կամ էլ հետո հետընտրական հզոր շարժման ալիք դառնալ։ Այս հարցերի պատասխանները միջև մենք մեր հասարակությանը անկեղծ չտանք, մեր սխալները չընդունենք, հասարակությունը չի հավատալու մեր նոր մարտավարությանը, ոնց որ երեք մեր ընդդիմադիր հասարակությունը երկպարակտվեց մանդատ չվերցնելու հարցի վրա։ Մանդատ վերցնելը խնդիր չի, հավատացնում եմ ձեզ։ Ընդդիմադիր էլեկտորատի մեծ մասը դա կընդունի էլ։ Ուղղակի երբ որ դա է առաջին պլան բերվում առանց մշակված ռազմավարության, դա առաջացնում է մեր շատ հայրենակիցների զայրույթ։